Բարի լույս և բարի օր, սիրելի հետևորդներ ջան, նորից արդեն երկրորդ օրն է, սկսել ենք վերանորոգումը առաստաղի, հարգելիներս նայեք, երկաթների վրա արդեն հավաքել են, Էս ի՞նչ ա, որ վերևը կպցնում եք, ինչ են ասում, Հարութ, այդ երկաթները, որ երկաթների վրա հավաքել եք, գիպսագարտոն, հա, հարգելիներս, ուրեմն երկաթների վրա, որ այսպես խփել են սիրում, գիպսագարտոնը։ Ցիտիկը չէ։ Հարգելիներս, ուրեմն այստեղ մի հատ փոքր բույն կար ցիտիկի, ձագուկներ կար, միշտ կտուցով կերը բերում է, մենք տեսնում ենք ձագուկներին կերակրում է։ Դե հիմա արդեն փակել ենք այդ տեղը, որտեղ որ ինքը մտնում է, նույն տեղով, բայց պատի հակառակ կողմից դեպի դուրս ամուսինս բացել է, որ ծիտիկները կարողանան այն կողմից մտնեն, թե ծիտիկները հələ դեռ չեն պատկերացնում, որ հակառակ կողմից տեղ կա, պիտի մտնեն։ Նայեք, ֆռֆռում է, նայեք, ինչ հետաքրքիր է, ֆռֆռում է, որ մտնի, բայց չի կարողանում։ Կտուցին էլ ինչ որ կեր է բերել ձագուկի համար, բայց չի կարում մտնի։ Այնքան հետաքրքիր է։ Հա նայեք, տենամ կարող է, հանկարծ ֆայմեն հակառակ կողմից մտնեն, դեռ չեն կարողանում, որ ճարեն։ Այսպես նայեք, հակառակ կողմից ամուսինս բացել է, որ այն կողմից մտնեն։ Մի հատ էլ բերեմ լվա։
Որտնաց դուս եկա։ Ժողովուրդ ջան, նորից ջեմ եմ ուզում եփեմ, համ ծառի տակի թափված ծիրանն եմ հավաքել, որն էլ ծառից եմ հավաքել։ Նա երևում է ծառի հավաքած է երևում է, բայց ծառի տակինը ավելի հասած է։ Լվացել եմ, հիմա այսպես կորիզը հանում եմ, շերտ ծիրանը կշարեմ, շաքարավազ կլցնեմ վրան ու կթողեմ մինչև առավոտ։ Առավոտյան նոր կդնեմ կեփեմ, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, այստեղ երկու տեսակի ծիրան կա, նորից շալախա, մեկ էլ արջանաբադ եմ խառնում։ Սիրելիներս, արդեն ծիրանը այգուց բերեցի խոհանոց, հիմա բաժանել եմ երկու մասի, ուզում եմ շաքարավազ լցնեմ։ Դեսա արդեն կթողեմ, ժողովուրդ ջան, մինչև առավոտ ջուրը դուրս կտա, նոր կդնեմ մարմանդ կրակին։ Հետո կորոշեմ ոնց կեփեմ։ Այսպես։ Միջով առավոտ սոկը, ծիրանի սոկը դուրս կգա երես։ Շատ շաքարավազ չեմ լցնում, որովհետև ընթացքում, եթե զգամ կարիքը կա, ես նորից կավելացնեմ։ Էփելու ընթացքում, ժողովուրդ ջան։ Այսպես կանենք ու վերջ։ Սա դնենք մի կողմ։ Բնական չիր է, իմ պատրաստած չիրն է։ Հիմա սա լվացել եմ, նորից դրել եմ քամիչի մեջ չորացել է, առավոտյան։ Տեսեք ինչ լավ է ստացվում։ Հիմա սա կհավաքեմ, որ նորից պատրաստեմ չիր, բնական ձևով։ Էլ կարիք չկա, որ ես նորից լվանամ, որովհետև չորանալուց հետո ես միշտ լվանում եմ, ժողովուրդ ջան, նոր եմ, որտեղ որ պետք է տեղավորեմ, սառցարան կլինի, սառնարան կլինի, լվալուց հետո եմ դնում։ Տեսեք ինչ լավ է ստացվել, ինչ լավ ու փափուկ։ Նայեք։ Հիմա սա դնենք էլի մի կողմ, գնամ նորից պատրաստեմ ծիրանի ջիր։ Այս բնական ջիրը, որ պատրաստում եմ, հարգելներս, սենց բաց եմ փռում, այս ձևով, հետո երկու օր հետո կծածկեմ, չորանալուց երկու օր հետո ու այսպես կչորանա արդեն։ Կուտը կդնեմ, իրա կուտը կջարդեմ, կդնեմ մեջը ու կփակեմ։ Հիմա սենց բացում եմ։ Այսպես։
Նայեք, հարգելիներս, վերջացրեցի 2 սկուտեղ եղավ, հիմա նորից ունեմ, կորիզահամ պետք է հանեմ, բայց այսօր թող անցնի, դա էլ վաղը։ Հիմա տեսեք ինչ եմ արել։ Մի հատ փետ եմ դրել մեջտեղը ու վրան մարլա եմ գցել, նայեք, համոտ կխաղա, համ փոշի չի լինի, համ էլ շուտ կչորանա։ Սա էլ դզեմ, այսեց։ Կորիզներն հիվանա խռը։ Նայեք, բալն էլ արդեն լավ, գույնը մքացել է, սա էլ պետք է հավաքեմ, յուրաբան եմ։ Կարտոֆիլն էլ պետք է արդեն հավաքենք։ Սա էլ երևի կթողենք վաղ առավոտյան, 1 առու հլը կքանդենք, կտեսնենք հոլերը, այդ կանաչները կհեռացնենք, տեսնենք տակը կարտոֆիլ կա, թե չէ ժողովուրդ ջան։ Պիտի որը լինի, արդեն ժամանակն է, սա էլ հանելու ու այսպես խառը գործեր։ Քանի հատ փիսիկներ կան։